Զինված ուժերը միշտ վատը պետք է մտածեն, մշտական մարզվելն է կարևոր։ Հիմա մարզվում ենք։ Այո, հիմա մարզվում է բանակը։ Իսկ մենք մինչև հիմա լեռնահրաձգային բրիգադներ չունենք։ Պիտի ամրոց դառնա Վայքը եւ Սյունիքը, ամրոց մի քանի շերտ պաշտպանական պատերով։ Իրանը լուրջ խնդրեմ դառնա Բաքվի համար, քան ասենք Դերբենտը պաշտպանող, ասենք Կրեմլը։ Ես ոնց կարամ ուղակի մարզեմ Արցախի կորուստը։ Արցախ չասեմ։ Թուրքը դեբիլ չի, մենք ենք դեբիլ, որ թուրքին դեբիլի տեղ ենք դնում։ 40 միլիոն մարդու ապրանք Հայաստանով գնա գա։ Իսկ իրական խաչմերուկը դա Իրանի հետ խաչմերուկն է, ուրիշ ձևը թե խաչմերուկ չի կարա լինի։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1 Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Եթե ուզում եք հենց մեր միջոցով բացահայտել հետաքրքիր մարդկանց եւ տաղանդավոր երեխաների, ապա միացեք մեր Patreon-ին ամսական ընդամենը $5։ Բարև ձեզ, Live Armenia YouTube-յան ալիքն է։ Այսօր փորձելու ենք հասկանալ մեր երկրի առջև առաջիկայում սպասվող եւ ներկայիս գուցե ռազմական անվտանգային մարտահրավերները մեր հյուրի հետ ում եւ սիրով ներկայացնում եմ ՈՄԱ-ի նախագահ Վովա Վարդանով։ Բարև եք եկել։ Շնորհակալություն։ Պարոն Վարդանով, այսօր ամփոփելու ենք տարին եւ հասկանանք ինչ սպասել, ինչ կանխատեսելիության մակարդակ կա անվտանգային հաջորդ տարի։ Արդյոք այս հարաբերական, թույլ տվեք ասել, անդորը կամ խաղաղության պայմաններում վերացել է Ադրբեջանից եկող սպառնալիքները։ Դե մարդ պետք է ինքնասպան լինի, որ մտածի, որ վերացել է։ Կարաս խոսած, որ վերացել է, բան ասենք, բայց իրականությունը դա է, որ խելացի մարդիկ, այլ Շվեյցարիա, կապ չունի շրջապատված են հիտլերականներով, թե ասենք շրջապատված են լիբերալ տարբեր այլասեռությունները հանդուրժող եւ պրոպագանդող Եվրոմիությունով, մեկը ինքը իր ինքնապաշտպանության վրա աշխատում է, որովհետև կարա իրավիճակ փոխվի ու մի րոպեում, մի վայրկյանում կարա իրավիճակ փոխվի եւ ինքը ռազմական վտանգների, ասենք, պարագայում լինի անզոր, ոնց որ ասած, ոնց որ հարևանուհիս էր ասում, մնա անտրուսիկ, հա, որպեսզի դա չլինի, դու պետք է միշտ նայես, որ կարճ ասած զինված ուժերը միշտ վատը պետք է մտածեն, եթե իրանք այդպես չեն անում, իրանք իրենց տեղը չեն զբաղացնում, իրանց հացը արդարացի չեն ուտում։ Իսկ դա զինված ուժերը, երբ որ անում են, պիտի ունենան ժողովրդի բնականը եւ քաղաքական տարբեր ուժերի պատժկեն։ Ախր դա էլ անելիս առնվազն իշխանության տարբեր մակարդակներում ասում են, բանա, ոնց որ սադրես, էլի, ասես, այ խաղաղություն կա, բայց մալ էլի շտո։ Դրա համար ընտրել ենք այդ այնց տարի ու կես կրճատենք, ապրես, ուզում ես, հա, ոչինչ, ջերմուկից այս մի հատվածը, շատ բայ, կրճատենք մեր ռազմական բյուջեն, այն նոր կհավատա պարոն Ալիևը, որ մենք խաղաղասեր ենք։ Դեք ինչ, ես համոզված եմ, որ այսօրվա ռազմաքաղաքական վերնախավը Հայաստանի Հանրապետության ինքն էլ չի հավատում այն հայտարարություններին, որ անում է, համենայն դեպս չի հավատում, որ դա լինելու է հարատև, ասենք, խոսքի 80 տարի, 90 տարի կամ 4 տարի, ինքն էլ չի հավատում։ Հակառակ դեպքում միլիարդանոց պարտքեր ձեռք չէինք բերի, որոնցից, ասենք, մի քանի 100 միլիոնը չերեթա սպառազինության ծախսերը։ Մենք սպառազինություն ենք ձեռք բերում եւ թուրքերը հենց դրա մասին են խոսում, որ այդքի չեք մնում, ասենք, իմ հարևանուին, ասենք, շատ լավ կին էր, էլի, Մադեն ազգությամբ եզդի էր, շատ հարազատ, ոնց որ ասած կերպար էր, այդքի անտրուսիկ չեք մնում, Մադեի ասած, ուրեմն սուտ է, որ խաղաղություն եք ուզում բանընդը,
Թուրքն էլ է հասկանում, որ մենք ուզած չուզած ստիպված մեր զինված ուժերով պիտի զբաղվենք։ Իհարկե դա միայն շորի մասին չի խոսքը, որպես լիբերալ հայտարարություններով գոնե ասենք կառավարություն, եթե հիշում եք 18 թվականին հենց իշխանության եկան այսօրվա իշխող ուժերը, առաջինը ինչ արեցին, սկսեցին բան անել, ռեստորանացնել, այսպես ասած, զինված ուժերը։ Ելակ տալ բան ասենց։ Ելակը դա բան էր, պոպուլիզմ էր ու անիմաստ, դա նույնիսկ վնասակար էր, բայց ճաշարանային այդ վիճակները, որը ժամանակակից է, արդիական է, ինչաս ավելի կոկիկ են ճաշարանում սնվում, բան դա միանշանակ պլյուս էր, բայց հենց այդ ժամանակ ես ասում եի, որ գլխավորը զինված ուժերում իրենց սիրունությունը չի եւ բանը չի, էլի կալորիան տեղը պահես, մշտական մարզվելն է կարևոր, ցավալի է, բայց մշտական մարզվելուն եկել են, ասենք 7 տարի հետո։ Հիմա մարզվում ենք։ Այո, հիմա մարզվում է բանակը, մարզվում է, այո։ Իմ ուզած ձևով չի մարզվում, ես մի քիչ ավելի շատ կմարզե, ես բազմաթիվ անգամ հասկանալով, որ սուտկայի մեջ 24 ժամ, ասում եմ 26 ժամ զինծառայողը պետք է մարզվի, մի կերպ եկել են դրան, որ ասենք սպաներն էլ պիտի ասենք մարզվեն, որովհետև ցմփոր սպան հղի տղամարդու կերպարով շատ ավելի անդուր է նայվում, քան ասենք հղի տղամարդը Երևանում քայլող ցիվիլ քաղաքացիական հաղորդող։ Դե այնպես զորավոր նախարար ունենք, որ տեսեք հələ ինչ սպորտսմենի կեցվածք։ Դա վատ չի։ Հավատացեք, վատ չի, եթե դուք քաղաքական պաշտոն զբաղեցնող պաշտպանության նախարարի հետ եք, վատ չի, որ ինքը բանա, ամենայն դեպս այսօրով գեներալիտետի մեջ արդեն այտենց վառ արտահայտված հղիություն չես տեսնի։ Մարզվում են մարդիկ, դա վատ չի, դա լավ է։ Մարզվում է լրիվ բանակը, ուղղակի էլի եմ ասում, քիչ, որովհետև դեպքերը դեռևս քրեական բնույթի դեպքերը պատահում են, իսկ դա խոսում է բավարար չի զինծառայողի զբաղվածությունը, դեռևս ասենք ընտանիքներ, որ սննկանում են կան, նկատի ունեմ տարբեր վիվարոների հետ սրիկայաբար ասենք, որ մարդկանց բանան անում ունեզրկում են այդ մոբիլային խաղերին են մասնակցում, դա նշանակում է ազատ ժամանակ ունեն, դեռևս դա կա, պիտի ազատ ժամանակ ընդհանրապես չունենա ու մենք կունենանք համ կառուցվածքով, համ առողջությունով ավելի դրական զինծառայողներ, համ էլ խնդիրները լուծելուց, ասենք, բան կա լինի։ Նայեք ձեզ մի բան ասեմ, էլի, մի քիչ դառը իմ անցյալից, իմ 30 տարվա այդ ժամանակ մարտական ընկերը, որը որ դեռևս 90 թվականին, ասենք, մտնում էր մեր ջոկատի մեջ, ասենց փոքր խմբով մտան, հայարի էր կոչվում, զոհվեց 20 թվականին, որովհետև մյուս մարտիկների հետ կիսաշրջապատման մեջ հայտնվելով, երբ որ դուրս էին գալի, ասենք, ինքը չկարողացավ շատ արագ վազի, որովհետև գեր էր։ Չնայած այդ վաղ բավականին նիհարել էր, բայց էլի իր ոչ պատշաճ ֆիզիկական վիճակը թույլ չտվեց, որ ինքը ողջ դուրս գա այդ կիսա օղակից։ Պարոն Վարդանով, ասացեք խնդրեմ, ինչ սրացումներ ռազմական, էսկալացիաներ կարող եք կանխատեսել ստեղծված իրավիճակում եւ արդյոք եթե որտեղ դուք էլ դա նշեցիք Ադրբեջանն նա չգիտեմ ասում են որ հայերը միջուկային զենք են ստեղծում արագ շուտ արա արձակվի այ մենք ունենք տեղանքներ մենք ունենք մեր հաշվի առնելով եւ թշնամու եւ մեր ներուժը այ ջախջախելու թշնամուն օրինակ չգիտեմ մեր հարավում կամ Տեկուս մի քիչ հյուսիս։ Ընդհանրապես պաշտպանության մի քանի ձև կա, պաշտպանական, ասենք, բանի էլի, մարտերի, որից մեկը ակտիվ մարտերն է, ասենք, պաշտպանական։ Այ մենք ակտիվ մարտերի տեղ ունենք
Հայաստանի հյուսիսային հատվածում, որ քարտեզի վրա նայեք, ասենք Հայաստանի հյուսիսը ավելի մեծ մակերես է զբաղեցնում, քան հարավը, Վայքը եւ ասենք Սյունիքը։ Այնտեղ այդ խաղալու տեղ չունես։ Դա նշանակում է Չնայած լեռնային բանին, հա։ անկախ դրանից։ Լեռնային չի նշանակում անանցանելի, էլի, ասենք Սյունիք համեմատեք այնտեղի հետ։ անանցանելի տեղ գոյություն չունի։ Այն տեղերը, որը որ թվում է թե անանցանելի է, թուրքերի գլխավոր հրամանատարը լսեց Վովա Վարդանովին, երբ որ ինքը 15-20 տարի առաջ գոռում էր Հայաստանին լեռնային հրաձիգներ են պետք, ինքը լսեց, սարքեց լեռնահրաձիգային բրիգադներ, իսկ մենք մինչև հիմա լեռնահրաձիգային բրիգադներ չունենք։ Եվ ինքը լեռնահրաձիգային բրիգադով ցանկացած լեռնային հատված կհաղթահարի, անհաղթահարելի մարդու համար տարածք գոյություն չունի։ Դրա մասին են վկայում, ասենք, հյուսիսային բևեռում ռուսական զորքերի զորախաղերը, դրա մասին է խոսում, ասենք, Քարվաճառի գրավումը 93 թվականին, 93 թվականին թուրքերի կողմից Օմարի Լեռնանսկի գրավումը, դրա մասին է վկայում 92 թվականի Շուշիի գրավումը, դրա մասին է վկայում ուրեմն 2020 թվականի Շուշիի, ասենք, թուրքերի կողմից գրավումը, գրեթե անմատչելի տարածքներ, ասենք, հաղթահարելու մասին է խոսքը։ Չկա տենց տեղ, որ զինվորը չկարանա անցնի, որը համապատասխան մարզումներ է ստացել եւ համապատասխան զինվորական ստորաբաժանումը ստեղծվել է եւ ինքը այդ ստորաբաժանման մի մաս է։ Կարճ ասած, Վայք եւ Սյունիքը պիտի դառնա ամրոց ինժեներական առումով, ռազմական, ասենք, գերատեսչություն առաջնագիծը պիտի դարձնի ամրոցի, ոնց որ ասած, ամրացված քաղաքի առաջի պատը, հետո պետք է գնա երկրորդ գիծ ոչ պակաս հզոր, բնակավայրերը պետք է ամրոցների վերածվեն, լեռնանցքները պետք է ամրոցներով, ասենք, ապահովված լինեն, թունելները պետք է ամրություններ դառնան, ինչ հնարավոր է, Շվեյցարիայից օրինակ է պետք վերցնել, Ալբանիայից արդեն չեմ ասի, որովհետև իրանք հիմարաբար կուտը կերան, որ արդեն խաղաղություն է, սառը պատերազմը պրծել է ու շատ իրենց ամրաշինական աշխատանքներ ոչնչացրեցին եւ տուրիստական եսի մինչեր դարձրեցին։ Շվեյցարիայից օրինակ վերցնել է պետք։ Ես բազմաթիվ անգամ ասել եմ, էլի, ասենք, մարդիկ, ովքեր որ Ֆրանսիայից Իտալիա են գնում գնացքով, պիտի ուղղակի ուշադիր լինեն թունել մտնելուց առաջ։ Խաղաղ Ֆրանսիայի, ասենք, խաղաղ շվեյցարական սահմանը թնդանոթներով կրակակետերը դու տեսնում ես եւ երբ որ դեպի Իտալիա ես դուրս գալի, ընդեղ ես թնդանոթներով կրակակետերը տեսնում, բնական է հետևակի բաները ավելի փոքր են, այտենց տպավորիչ չեն կարող աշկովը չընկնեն։ Շվեյցարիայի մասին է խոսքը լիբերալ Ֆրանսիայի սահմանի, ասենք, վրա էլի, ասենք։ Պիտի ամրոց դառնա Վայքը եւ Սյունիքը, ամրոց մի քանի շերտ պաշտպանական պատերով։ Ամրոցը ցանկացած ամրոցներ հələ Վոբանի համակարգի, ասենք, 17-րդ դարում ձևավորվում սկսած, ասենք, հետագայում զարգացած այդ ամրոցները չեմ ասում, հələ մի հատ ուղղակի միջնադարյան քաղաքների, ասենք, բան, մտեք մի հատ բան, պետական մեր թանգարանը պատմական եւ անի, ասենք, վերականգնված ռեկոնստրուկցիան նայեք։ Մի պատ չի եթում, չէ, այնտեղ մի քանի էլի, ասենք, ամրություններ կան, որոնք որ երկրորդ շերտ ոնց որ լինեն։ Ցանկացած, ասենք, ամրոցի կողքը կամ պատեր, որոնք որ բնակելի տներ, որոնք դառնում են երկրորդ պատ։ Կարճ ասած, ռուս-ուկրաինական պատերազմին թեկուզ հետևեք, ուշադիր նայեք, ասենք, ինչ է կատարվում։ Ամրոց պիտի դառնա Սյունիքը եւ ցանկացած քարը քարի վրա ամրացրած կամ բնական մի քիչ դժվարամատչելի տեղը պիտի դառնա ամրոցի հերթական դժվարահաղթահարելի կետը հակառակորդի համար։ Մենք ախր դրանք ժամանակ է, չէ՞, պահանջում դեր ասած այդ ենթակառուցվածքները։ Այս պահին ես բացառապես որտեվ հիմա, հա, դեր ասած տարածաշրջանը եռում է եւ ամեն վարքյան հնարավոր է իրավիճակ փոխվի, տեղանքներ կան
կարող եք մատանդշել, կարող եք ոչ, որտեղ մենք իսկապես հաշվի առնելով նորից այդ պարիտ բանը, ներուժները թշնամու եւ մեր, կարող ենք թշնամուն, ասենց տեղը տեղին ծեծել։ Տեղ կա, որտեղ մենք տեղանքից ելնելով շատ քիչ թամբալաբար, ասենք, թամբալությունից դրդված շատ քիչ աշխատանքներ անելով կարանք հենվենք այդ շատ քիչ աշխատանքների վրա եւ համեմատաբար հեշտ կանգնացնենք հակառակորդին, բայց կորուստները նման դեպքերում շատ են, պարտադիր չի, ասենք, լինես ռուս կամ ուկրաինայի ռուս, դու այդ տասնյակ միլիոններով ժողովուրդը չունես, պիտի նվազեցնես քո կորուստները, միշտ նախընտրելի է աշխատանքներ արվել եւ անում են աշխատանքները, քանի որ աշխատանքները քիչ կարային անեին միաժամանակ, համապատասխան, ասենք, բյուջեից միջոցներ դեռ չէր, ասենք, տրամադրվել եւ զինված ուժերը շատ քիչ ինժեներներ ունեն եւ ինժեներական, ասենք, ստորաբաժանումներ, դրա պատճառով հասարակությունը օգնության հասավ զինված ուժերին եւ հասարակական կազմակերպության միջոցով, ՈՄԱ-ի միջոցով գմբեթ 1-ը, 2-ը եւ 3-ը սկսեց տեղադրել, որոնք որ ինչ որտեղ, եթե զսպված շապիկ չէ, զսպող շապիկի ինչ որ թելերի դեր խաղացին, մինչև այդ տեղանքում ավելի հզոր կառույցներ չդրեց Պաշտպանության նախարարության պատվերով ինչ որ Օրսորսի ֆիրման կամ մի քանի ֆիրմա։ Կարճ ասած, աշխատանքները արվում են, շատ ճիշտ եք, դանդաղ են արվում, անհրաժեշտ տեմպը այդքան էլ հեշտ չի ստանալ։ Օրինակ Մաժինոյի գիծը ես իշքան հիշում եմ 10 քանի տարի է կառուցվել, բանի գիծը էլի մի 10 տարի է կառուցվել, Մաներգեյմի գիծը, որը ավելի մոտ է մեզ, որովհետև այնտեղ ժամանակավոր փայտահողային դիրքերը շատ ավելի շատ էին, քան բետոնը եւ երկաթը, որտեղ իրանք Ֆրանսիայի չափ փող չունեին, իսկ տարածությունները համադրելի էր։ Մենք էլ այդքան փող չունենք, բայց մեզ չգիտեմ ինչի տեղ դրած, չեմ ուզում ասեմ մեծ կեղկեղանքի տեղ, բայց նման է, միայն բետոն, փայտահողայինը միջև հիմա աշխատում է։ Ես դեռևս 80-ական թվականներին սկզբում ուրեմն երբ որ Լենինգրադ բան էի գնացել, այն վաղ Սանկտ Պետերբուրգը այդպես էր կոչվում, տուրիստ էի գնացել եւ այնտեղ կար դեպի Վիբերգ բան մարշրուտ, փայտահողային դիրքերը 30-ական թվականներին կառուցած միջև հիմա, միջև այդ թվերը կային, իսկ հիմա կադրեր կան, ասենք, տուրիստական մարշրուտներ կան, որ նույն տեղերը տանում են, գրեթե 90 տարեկան դիրքերը միջև հիմա կան, փայտահողայինը, որ ժամանակավոր է, չի նշանակում, որ իր դոերը չի կատարի նաև տասնյակ տարիներ, ավելի շատ պետք է հողային աշխատանք արվի, քան բետոնային, մի քիչ սխալ ճանապարհով ենք եթում, դրա է պատճառով էլ է մեր մոտ մի քիչ դանդաղ եթում, բայց դե ես ով եմ, ես Շարքային Վովա Վարդանովն եմ, որը 98 թվականին ընթարվելով տարբեր բարձր աստիճան նաչալնիկների հետ աստիճանազրկվել եմ շարքային եւ այսօր մեծ կշիռ չեմ ներկայացնում, էլի ասեմ։ Պարոն Վարդանով, ես վստահ եմ, որ Սուրեն Զորավարը լսում է մեր հաղորդումը եւ եթե ինչ-որ կարևոր բաներ ասած ելնեք, հաստատ ինքը ձեզ հետ կկապնվի եւ հետարքիր առաջարկներ կանի։ Հնարավոր է, պարտադիր չի պաշտպանության նախարարը, կարա ասենք ավելի ցածր օղակից սոցիալական աստիճանի ավելի ցածր օղակից զանգ լինի ու դա նորմալ է։ Հիմա փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվում այսպես կոչված Թրամփի ուղու հետ, որը մեր Սյունիքով է անցնում ըստ պայմանավորվածության։ Իրանի ծանրակշիռ, չասենք հոգևոր առաջնորդի խորհրդականի այսպես խոսքի լրջության մակարդակը հայտարարվեց հետևյալի մասին, որ դա միևնույն է մեզ համար անընդունելի է եւ սա արդյոք չի ենթադրում, որ, չգիտեմ, առնվազն կդանդաղեն դրա իրագործման աշխատանքները եւ բ արդյոք չնշանակում հաշվի առնելով ռուս-իրանական ռազմավարական համագործակցությունը ընդհանրապես Ադրբեջանի գլխին սևամպեր։ Դուք մի անգամ ասացիք, որ Ռուսաստանն է լուծելու Ալիևի հարցերը, հիմա կարող է Իրանին վիճակվի։
Ես ասել եմ, որ Բաքվի այդ խանությունը կամ Բաքվի հանրապետությունը ոչ միայն, ասենք, մեր համար է լուրջ խնդրեմ, այլ նաև Ռուսաստանի եւ Իրանի։ Եվ ինքը ավելի մեծ հավակնություններ էլ ունի այդ երկու երկրների նկատմամբ։ Եթե ինքը մեզանից, ասենք, շատ հայտարարելով Երևան բան ասենք, բայց իրականում ինքը երազում է մեզանից Սյունիքը պոկի, ու դա իրան հաստատ կբավարարի այդ թուրքական, պրոթուրքական եւ թուրանական այդ կեղծ անունը, որ իրանք կպցրել են իրանալեզու, ասենք, ազգությունների եւ ցեղերի անունը Թուրան, այդ իրանց թուրքական պրոյեկտին, ընդհանրապես հնչեղությունով, որ մի քիչ իրար մոտ է, թույ է այդում, ասենք, երկուսի սկիզբը ռուսներից իրենք ավելի շատ բան են պահանջում, հավակնոտ են գոնե, Դերբենդ, դա Դագեստանի կեսն է, իսկ դա հսկայական տարածքներ է, Ադրբեջան, Իրանի Ադրբեջանը, ասենք, ուրիշ Ադրբեջան գոյություն չունի, մենք սխալ բան ենք, ասենք Ադրբեջանը ասում Բաքվի ինքնակոչ հանրապետությանը կամ խանությանը, թուրքական Նուրի Փաշայի ստեղծած պետության ժառանգին իրենց իսկ հայտարարած այնտեղ այսօրվա թուրքերի այդ Բաքվի հանրապետությունից երևի 1.5 անգամ ավել տարածություն է։ Բնակչությունն էլ երևի 2 անգամ կամ 1.5 անգամ ավել։ Կարճ ասած, ինքը ավելի մեծ ախորժակ ունի այնտեղ, էլի, ասենք Ռուսաստանի եւ Իրանի դեմ եւ ոնց էլ լինի, այնտեղ այդ ամեն ինչը լսում են, հասկանում են եւ չի բացառվում, որ ձեր ասած, ասենք, Իրանը լուրջ խնդրեմ դառնա Բաքվի համար, քան ասենք Դերբենտը պաշտպանող, ասենք, Կրեմլը, չի բացառվում։ Բայց դե թուրքը շատ զգուշավոր է, ասեմ խելացի, հակառակորդին գովալը իհարկե անշնորհակալ գործ է, որովհետև քո կողմնակիցները, քո հայրենակիցները սկսում են քեզ մի քիչ հայհոյել, բայց դե ոչինչ, ինչ իրականությունն է, դա եմ ասում, հաշվի առնելով, որ Ալիևը երկու մարդու ուղեղի կրող է, նկատի ունեմ ժառանգաբար ղեկավարում, ասենք, Բաքվի հանրապետությունը եւ հոր մտքերին տասնյակ տարիներով, ասենք, բանա ծանոթ ա եղել եւ հիմա ասենք ոնց է ղեկավարում, ինքը կարող է սпасել հարմար պահի, ուղակի էշ չի նստում սпасում ոնց որ մենք, այլ աշխատում է, որ երբ որ վերևից 3 խնձոր ընկնի, ինքը ի վիճակի լինի հենց 3 խնձորն էլ բռնի, նու գոնե 2-ը։ Մենք որ եթե հիշում եք, միշտ ասում ենք նույնիսկ Հայաստանի Հանրապետության նախագահներից մեկը ասեց, մենք մեր արածն արել ենք երիտասարդների հետ հանդիպելուց, Արևմտյան Հայաստանի հետ կապված գործերն էլ ձեր վրա։ Եթե Արևմտյան Հայաստանի օկուպացված, ասենք, բանը հաշվի առնենք եւ օկուպանտի թուրք-օսմանյան, ասենք, հանրապետությունը պահի տակ փլուզվեր, ամենաքիչ օգտվողը չէ, ամենաշատ տուժողը մենք ենք լինելու։ Ղարսի նահանգում 5 միլիոնից ավել, ասենք, մարդ ապրում, կեսից ավելին քուրդ։ Մենք նույնիսկ Ղարսի նահանգը հյուսիս-արևելյան Հայաստանի մի մասը կազմող Ղարսի նահանգը անգամ չենք կարնա յուրացնենք, ուր մնաց Արևմտյան Հայաստան։ Կարճ ասած, դա մեր համար լուրջ խնդրեմ էր լինելու, որտեղ մենք Ղարս Հայաստանի հարցը, այդ երկից բացի ուրիշ ոչ մի բան չէինք անում, որ Ղարսը վերադարձնենք։ Համոզված չեմ, որ նույն ձևով կվերաբերվենք, ասենք, Արցախին, բայց եթե միայն Արցախի մասին ցենց թախծոտ երգեր երգենք, մեզ տեղն է, մեզ արժե Սյունիքն էլ կորցնել, Երևանն էլ, ամեն ինչն էլ, մեզ ընդհանրապես ապրել գաղափարը, միտքը չի սազի։ Եթե դու չես պատրաստվում օրերից մի օր, երբ որ համապատասխան իրավիճակ ստեղծվի, օգտվես Արցախը վերականգնես, ասենք, որպես հայկական տիրապետության տակ եղած։ Դուք ոչ մի խոսք չեք ասում այն մարդկանց, ովքեր արգելել են օգտագործել Արցախ բառը։ Ինձ ոչ մեկ չի արգելում դա ասել։ Դուք պետական պաշտոնյա չեք։ Չեմ էլ պատրաստվում դառնալ, թեկուզ դրա համար, որ ինչ որ մեկը կամ երկուսը կամ 20-ը, որ ինձ
այտենց կարգադրելու իրավունք չունենան։ Չէ, ոչ թե կարգադրում են, այլ ասում են մի ասեք, որտեղ այտենց դուք սադրում եք Նորից եմ ասում, Ալիևին։ քանի որ Կարծակը ինձ նման բան ասելու հնարավորություն ունենան, նաև դրա պատճառով է, որ ես տարբեր պետական պաշտոններ զբաղեցնելու առաջարկություններին մերժել եմ վերջի 10 տարվա մեջ։ Մի քիչ ավել։ Որովհետև ես մի քիչ կամակոր բիձա եմ, էլի ասենք։ Մի քիչ կարծով, մի քիչ ինքնահավան, գոռոզ, ինձանից հիմարին ենթարկվել էլ չեմ ուզում, իսկ աշխարհի ամենախելացին ես եմ, տիպիկ հայ եմ, էլի ասենք։ Դրա համար էլ էլի ասենք, որ ես կարամ ինձ թույլ տամ Արցախ ասեմ, ու ինձ ոչ ոք չի կարա արգելի, որ ես պատմական իմ հայրենիքը համարեմ իմ հայրենիք։ Իմ նախնիները տատուս կողմից 250 տարի առաջ ընդեղից դուրս են եկել։ Եվ այդքան կարևոր է իմ տողմի, տատուս տողմի համար դա եղել Արցախը, որ 250 տարի դա պահպանվել է այդ ընտանիքի մեջ։ Ես ոնց կարամ ուղակի մարսեմ Արցախի կորուստը, Արցախ չասեմ։ Կարող է պայտակ Ղարաբաղ ասեմ, ասենք, շեշ ասենք պրոպագանդային ենթարկվեմ, բայց դա Արցախ, բացի Արցախից ասեմ ավելի Քարվաճար, ես Քարվաճարում սեփականատեր եմ, ու ես ջանք ու եռանդ չեմ խնայի, վերադարձնեմ իմ 20 քանի հեկտար հողերը, Ջոմարդ գյուղը իմ սեփականն է, ես դա առել եմ, ավել էլ կառնեմ, երբ որ ասենք հայկական տիրապետություն Քարվաճարի վրա վերականգնվի, կդառնամ Վայկունի իշխան, ֆեոդալ։ Աստված թող օգնի, որ ձեր նպատակներն իրականանան, պլյուս Հայազգը պիտի օգնի։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1։ Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Պլյուս այո, մեր ռազմական գերատեսչությունը, մեր հասարակությունը, այո, ազգովի պետքա լինի նպատակ։ Այսքան զրուցում ենք, այս մի երազանքի տակ լրիվ կամ նպատակի։ Ну լավ ցանկության տակ, ես ինչքան ստորագրություն ունեմ, հիմնավորված ցանկության տակ։ Ստորագրում եմ եւ ամեն ինչ պետք է անել, որ ավելի լայն դառնա դա ազգային նպատակ։ Ոչ միայն դա, այլ մեր պատմական հայրենիքը։ Նույնիսկ եթե չենք ուզում Երևանը իրականանա, Երևան պրոյեկտը եւ դա դառնա թուրքական քաղաք, մենք պիտի այնքան ուշադիր լինենք, Թուրքին դեբիլի տեղ չդնենք, հասկանանք խի ասում Երևան, կարող է իմաստունի վերջապես ջրական ասել, իսկ բասար գեչար ասողներին ասել անասուն թուրքակատու։ Կարող է պետք է սովորեցնենք, բավարար, չէ, մի պիտակավորեք, մի վիրավորեք, չէ, իսկ կրթել եք այդ բասարգեչար ասողներին։ Քանի անգամ կրթել եմ, դուք չեք կրթողա, խարես պետություն ասա, բդեշխություն չի։ Եկեք տանք սովետական միության ժամանակ Վարդենիսն է դարել, Այս երևի 80 թե 90 տարվա մեջ կարելի էր մարսել, էլի, ասենք բասարգեչար անուն չլինելը։ Մարդենց հղային մակարդակով մեծերը ասում են, հիմա ոչ մի որ մի երիտասարդն ասում բասարգեչար կամ զանգի բասար։ Մեծնա բասարգեչար օֆիցիալ հանդիպել ու առ այսօր ինքը կենթանի է։ Այդտենց մեծ կա այլ կողմեր ապրող։ Դա ինչ-որ կատաստրոֆիկ խնդիր չի։ Երկու հոգի կգտնվի, հա։ Կատաստրոֆիկ խնդիր չի, ավելին կատաստրոֆիկ։ Քարտեզագետ Գրիգոր Բեգրարյանը եկավ եւ բացատրեց, որ նույն քյարչին, որը բնիկ հայկական բառը, որը թուրքը վերցրել է, թուրքացրել է, իսկ բասարգեչարը դու կարող ես այս դեպքում, չէ, Վարդենիսն է հայկական եւ Վարդենիսի հայկականությունը բացատրեց մի քանի հազարամյա։ Այո։
Այդ ինչ լավ է, որ ասենք էտել եք ասում։ Չէ, դե դուք Վարդենիստ եք ասում, ես ասում եմ այնպես չի որ բոլոր թուրքական Իմ ասածը նա է, որ թուրքը դեբիլ չի, մենք ենք դեբիլ, որ թուրքին դեբիլի տեղ ենք դնում։ Ինքը Երևան պրոյեկտը առաջ տանում, մենք պետք է հասկանանք, որ մենք դրան հակակշիռ պետք է քարվաճառ պրոյեկտը առաջ տանենք, ջրական պրոյեկտը առաջ տանենք։ Եթե դու այդ պրոյեկտները առաջ չես տանում, օրերից մի օր կլինի թուրքական Երևան։ Ասածս դա է։ Ախր այդ մենք ասելով բոլորս։ Էլի ասում եք բոլորս ախր։ Ես եւ դուք ինչ լծակ ունենք հարգելի բարեկամներ։ Ես ունեմ այն լծակը, որ հիմա ձեր հետ զրուցում եմ ու հուսանք գոնե մի քանի հազար հոգի մարդ լսում է, որից մի քանի 100-ը կհամաձայնվի, իսկ մի քանի տասնյակը կդարձնի իր բառապաշարի մեջ պարտադիր, ասես մի հատ նախադասություն Բաքվի հանրապետություն։ Ես չգիտեի, որ ես նախարար եմ, դուք էլ չգիտեմ փոխվարչապետ։ Ես փոխվարչապետ չեմ, ես մենք պետություն, դե եթե դուք այդքան լծակ ունեք կամ մենք, կներեք, պատկերացրեք ինչքան լծակ ունի պետությունը, որը պետական դոտացիաներով ասանվում, որը կոչված է, որպեսի սերունդներ դաստիարակի, այո, շատ ճիշտ եք, ջրականներով, քարվաճառներով, ոչ թե զանգի բասարներով ու բասարգեչարներով։ Դե սրանք ինչ ասեմ, թողենք էլի գանք ռեգիոնալ զարգացումներին էլի պիտի նշեմ տրիպին։ Թեկուս Տրիպի մասին կարելի է sense մի բան ասել։ Ինքը մեզ ոչ մի բան չի տալի։ Վտանգավոր բառ է տրիպ։ Իհարկե, որովհետև անտիպապորի ասենք վարողը շատ կայֆոտ բառ ասեց տրիպեր, այն մարդկանց ովքեր որ տրիպով տարված են, մեզ դա ոչ մի բան չի տալի, դա զիջում է միանշանակ։ Հետնել հնարավոր է արտաքին կառավարման բանի մեջ հայտնվելուց փակվի իրանական ճանապարհը։ Ազդեցության տակ գտնվելուց։ Դե եթե ինչ որ ֆիրմայի բան է, որը որ հայկական չի, տիրապետության տակ է, Հայաստանում ընդհանրապես դա չկա այդպես բան, որ ինչ որ մեծ հողակտոր, ինչ որ ֆիրմայի բանի տակ է։ Հայտարարված է, ճիշտ է, ճանապարհը եթե ուրիշ է, բայց ընդհանուր այդ լայն Մեղրու, լայն չէ, բայց Մեղրու շրջանը նախքին տալ ինչ որ կառավարման, դա այտենց պրակտիկա երբեք չենք ունեցել, հուսանք չենք էլ ունենա, կարճ ասած դա զիջում է 20 թվականի պատերազմում պարտվելու արդյունքում դա զիջում է ու հետնել ասենք ինքը հնարավոր է գեոստրատեգիկ Իրանի զարգացումներին դեմ լինի, այ ոնց որ դուք ասեցիք, որ Վիլայեթին է ասել խորհրդականը, Ռաղբարը դա գլխավոր բանն է, ղեկավարն է բանի Իրանի Այաթոլլահ Խամենեին, ուրեմն իր խորհրդականը խոսացող գլուխ է ու ուղակի քամի չի անում, ինքը խոսացող գլուխ է, ու ինքը ասում է, որ մենք դրան դեմ ենք, որովհետև ես վայթե հենց ձեր մոտ ասել եմ, որ անմիջապես պատերազմական գործողությունները սկսելուց առաջ մտնում է բան չինական գնացքով գալիս հասնում է Իրան բանա գնացքով եւ ավտոճանապարհով հայկական բեռը մտնում է Իրան եւ Իրանով Մեղրիով հասնում է Հայաստան նույն ձևով Հնդկաստանից է գալի եւ Իրանը ոնց որ ասած հնդկական եւ չինական երկու ոնց որ ասած մրցակցող ապագա եւ այսօրվա գերտերությունների միավորող այսօրվա բարկա է բանա հաբ ոնց հանգույցը մի հատ դառնում ոնց իրանց միավորող եւ այդ հանգույցից մի հատ ոնց լազերային ճառագայթի պես Հայաստանով Վրաստանով դեպի Եվրոպա բավականին մեծ շուկա, կես միլիարդից մի քիչ ապրանքներ կարողանալու տանի ու այդ ճանապարհը տրիպով ցանկացած պահին կարա ընդհատվի։
միայն այդ Եվրոպայի հոսքը, եվրոպական ապրանքների հոսքը 10%-ը Հայաստանով եթե գնա, չինական եւ հնդկական շրջանցելով թուրքական ռեգիոնալ տերությունը, գերտերությունը եւ Ռուսաստանը կիսառեգիոնալ, կիսահամաշխարհային գերտերությունը, այս երկու երկրների շահերից բխում է, որ ուժեղ երկրներով չգնա, որտեղ ուժեղ երկիրը ցանկացած պահին կարա մի հատ շատ կապրիզնի մարդ գա իշխանությանը ու խոսքի վինտիլներ ձգի, հարկեր բարձրացնի, եսի մինչեր բանանի, իր տնտեսությունը մի քիչ դզելու համար կամ քաղաքական նպատակներով։ Իսկ ինքը այդ երկու երկիրը քիչ թե շատ Իրանից կախված, ասենք, Միջին Ասիայի երկրներով է Չինաստանը ապրանքը բերելու Իրան, իսկ Հնդկաստանը քիչ թե շատ դաշնակցային ձգտումներ, դաշնակցային հարաբերությունների ձգտումներ Հնդկաստանի հետ ունեցող Իրանն է, որտեղ իրանց արանքում, ասենք, Աֆղանստան, Պակիստանն է, որոնք որ երկուսն էլ Իրանի համար քիչ թե շատ հարևան հայտարարված ընկերներ են, իրականում վտանգավոր երկրներ են Իրանի համար, եւ այդ երկու ուղին Իրանում դառնա հանգույց եւ լազերային ճառագայթով կրակի դեպի Եվրոպա ու այդ լազերային ճառագայթի հետ մալուխը sense մենք ապահովենք, նո լազեր չէ լավ, օպտիկական մոլուխը մեր տարածքով անցնի ունդեղ sense ապրանքը գնա գա, դա արդեն քո բյուջեն այնքան կլցնի, էլ ասելու չի էլի, ասենք, հələ պատկերացրեք 40 միլիոն, չեմ ասում 400 միլիոն սաղ Եվրոպայի ապրանք, 40 միլիոն մարդու ապրանք Հայաստանով գնա գա։ Ու մենք դրանից շատ անհեռատես է, ասենք, ինչ որ կառավարման տալը շատ անհեռատես է, դրսի ուժին, ասենք, տիրապետության տակ դնել, որը որ ցանկացած պահին կարա իրեն հատող իրանական բանա ուղին փագի Իրանից, ասենք, դեպի Եվրոպա, ցանկացած պահին ու ցանկացած մահանայով, կռիս ասատկել բանա էպիդեմիա, չգիտեմ, պոեզի գծի վրա մի հատ մեղ ենք, թե դիվերսանտներ ենք ման գալի, հեսա 2 տարի ման ենք գալու, ինչ մանա ասես կարան անեն եւ փագեն այդ ճանապարհը, կարճ ասած, տրիպը շատ վտանգավոր մեր համար, շատ վտանգավոր, ոչ մի բան չտվող, ընդհանրապես ոչ մի բան չի տալի, բացի ասենք, որ ագրեսիվ ռիտորիկան Բաքվի խանի մի քիչ թուլանում է, ուրիշ ոչ մի առավելություն չի տալի, Ամերիկայի Միացյալ Նահանգների ինտերեսը ստեղ Սինգապուրի դեր խաղալն է, որ ինքը որոշի ստեղով ով ինչ ապրանք տանի վերի։ Իդեպ այ Թրամփ որոշել է 30 երկրներից հետ կանչել ԱՄՆ-ի դեսպաններին, այդ թվում Հայաստանի։ Այսինքն բան է, էլի, սա լուրջ փոփոխություն է, հետևաբար չգիտեմ, ավելի ագրեսիվ է դառնում թե ոչ, բայց նշված էր, որ առաջին տեղում Ամերիկան այս կարգախոսի ներքո պիտի գործեն ոնց որ դեսպանները, հետևաբար ագրեսիվացնում է իր քաղաքականությունը։ Նայեք, Ամերիկայի Միացյալ Նահանգները, ու սրա զուգահեռ միթե Իրանը իսկապես Իրանի համար չի դառնում սա բանել լինել չլինելու հարց, որովհետև սա վերջին օդն է։ Եթե փակում են կամ իրականանում է թրիպը, վերջինը չի, բայց ցամաքային բավարարն է, դա ուրիշ։ Հեսա ասեմ, էլի, համեմատաբար ծովահեններից պետական դրոշի ներքո կամ առանց պետական դրոշի ծովահեններից խուսափելով դու հստակ ինչ-որ պետության տարածք, հետո մյուս պետության տարածքով ապրանք ես տանում։ Ծովը այդ հնարավորությունները չունի։ Դրա համար, ասենք, կարա պիրատի պես Իրան պահի տակ Միացյալ Ամերիկայի Նահանգները, Վենեսուելայի շուրջ, հիմա նայեք ինչ է կատարվում։ Խփում է անհասկանալի, ասենք, ինչ-որ կացերների, ոչ մի ապացույց, որ մեջը բան ինչ-որ կայֆարի կա, ասենք, իր աղջկա ընկերուն խփելա կողքը, այդ օվկիանոսի վրա խուժանություն անի, իրան տրակցնում են։ Այդ անպատիժ պիրատություն է, այդ ծովահենություն է։ Նույն ձևով նա անում են կիսապետական Եմենի խուսիտները, նույն ձևեր անում են ոչ կիսապետական, ոչ պետական, ասենք, Սոմալիի պիրատները, ծովահենները,
դու ցամաքում նման խնդիրներ չունես, ցամաքի վրա ավազակների դարը անցել է։ Չի կարա ասենք ցամաքի վրա վերահսկողությունն այլ բանն հազար բանը այնտեղ կա նեյտրալ ջրեր, այնտեղ կան հարևան ջրեր, այս մի ջրից այն ջուրը անցար արդեն պրոբլեմա, միջև այն մյուս պետության նավերը գան քեզ շմոն անեն տենան դու ով ես ինչ ես, դու արդեն կկարաս ցամաքի վրա այդ ամեն ինչը շատ ավելի պրոբլեմատիկ է լինելու ավազակների համար, չկա այդպես բան, այսօր ցամաքային ավազակություն հին աշխարհում կա միայն ասենք այդ բանում փոքրիկ ծավալով Զալատոյ տրիուգոլնիկ, այդ Չինաստան, Բիրմա բան մեկ էլ Թայլանդ այդ հատվածումը, ընդ բանա հին բանի օպիոնի բաներ են կակաչի տրադիցիաներ են 50-60 թվերից միջև վերջ դրա հախից չեն կարող գան Աֆղանստանն է ասենք քիչ թե շատ ավազակային զոնաներ ունի չնայած շատ խիստ Թալիբան ասենք ռեժիմով եւ Աֆրիկայում կան ավազակային տարածքներ վերջ հիմա այս հուսալի բավականին խիստ պետության բուրը պահած, ասենք անկախ սիրում են, չեն սիրում, թե ասում են աննասուն են, թե ասում են սուրբ են, բանը մոլլաները, ասենք Իրանի, թե նույն ձևով տարբեր ձևի գնահատվող Հայաստանը, թե նույն ձևով տարբեր ձևի քաղաքական, ասենք ղեկավարությունը Վրաստանը, շատ կոնկրետ վերահսկողության տակ են պահում իրենց տակ ցամաքային տարածքը եւ հուսալի է լինելու այդ ապրանքների հոսքը հուսալի հիմա անդրադառնանք ասենք Թրամփի բանին Անգլիան ժամանակին եւ հիմա ծովերի թագուհին ինչի համար ինքը ծովերի թագուհին որտեղ ժամանակին ինքը նավերով էր ասենք սաղ օվկիանոսները զավթել էր ծովերում զավթել էր հետո հասկացա որ կա ավելի էժան ճանապարհ եւ ինքը Սուեց Պանամա Սինգապուր Մալակա то есть այդ բաները ջրային հաբերը սկսեց վերահսկել նեղուցային նեղուց չնեղուց կապ չունի այնտեղ որտեղ խասյաթա ձևավորված հանգուցային կետեր էլի հա ինֆրաստրուկտուրաներ կան ասենք տրանսպորտիրովկա օրինակ բանա Հոնկոնգը Չինաստանին վերադարձրել են բայց ունի անգլիական ֆիրմաները վխտում են կամ Հոնկոնգա-Չինա անգլիական ֆիրմաները Սինգապուրը առանձին պետություն է բայց նույն ձևով փաստորեն ինքը դեռ վերահսկում է ծովը եւ անգլիական կառավարությունը լավ հասկանալով որ այսօրվա տեխնիկական միջոցները բերել են դրան որ ծովը տենց մի մեծ առավելություն չի իսկ որոշ ժամանակ առավելությունները աբսոլյուտ բացակայում են ցամաքային ասենք ուղիների լոգիստիկայի հետ համեմատ ինքը փորձում է հարավային եվրասիական պրոյեկտը փաթաթի երկրագնդի ամենամեծ մարզցամաքի վրա թուրքական կեղծ Թուրան անունով դա անգլիական պրոյեկտ է հա Ամերիկան գլխին Անգլիան է ասենց ասենք հերիք չի նեղուցային տրանզիտները հորինել կապ չունի ասենք ովա դրա ջատագողը եսի ինչը թուրքերն էլ կօգտվեն իհարկե որպես ասենք ամենալավ իրենց ծառայող ալաբայ կամ չգիտեմ կանգալ շուն էլի ասենք ճոբանի բայց դա չի նշանակում որ տերը անգլիացին չի ամերիկան դա հասկանալով որ ծովի վրա ուկրաինական խուժան ստորջերյա նավերով էթում եսի ինչեր են խորտակում ռուսական նավատորմում հիշելով որ ժամանակին Ուսամա Բեն Լադենը համարյա խորտակեց 1.5 միլիարդանոց ամերիկյան նավը եւ որ ծովերը կարելի ավելի էժան վերահսկել ու կամաց ինքը գալիս է այն հայ հետին ուղեղը իմը լինի ինքը մտածում է Անգլիայի հետին ուղեղը իմը լինի ինքը անգլիական ճանապարհով է գնում Տրամպը այսօրով հասկանում է որ տեղ պետք է վերահսկի հանգույցները տրանսպորտային լոգիստիկ ու կապ չունի դա ծովային է ծովի հետ կապված է թե չէ դրա համար է նաև տրիպով ինքը շատ շահագրգռված է մեր շահերից չի բխում դա մենք կարանք ասենք եթե տրիպ չլինի այլ տրիպ 2 լինի եւ խաչմերուկ Իրանից ասենք դեպի Հայաստան եւ օկուպացված Նախիջևանից դեպի օկուպացված դաշտային Արցախ հա
այդ խաչմերուկը եթե տրիպը վերցնի, մեզ քիչ թե շատ ավելի ձեռնատու է լինելու, այդ ձևով ասեմ, էլի, քան միայն այդ ուղին։ Եթե խաչմերուկ տրամադրենք մենք իրանց եւ գարանտիաներ ունենա թե Իրանը, թե Հնդկաստանը, թե Չինաստանը, իրանք մի քիչ ավելի մեծ ճանապարհ Կասպից ծովը շրջանցող ռուսական տարածք մտնող, իսկ Չինաստանը փորձում է խուսափի Ռուսաստանի տարածք մտնող ճանապարհ, ինքը ունի Ռուսաստանով երկաթգծի ճանապարհներ, ինքը փորձում է խուսափի այս իր ոնց են ասում զապաս գիծը, որ Ռուսաստանի հետ կպնի, էլի, ասենք Ռուսաստանին մոտենա։ Կարճ ասած, այդ տրիպը պետք է ձևափոխվի, դառնա տրիպ 2 կամ էլ պետք է չլինի։ Դե չլինելու մեջ, չգիտեմ, մենք ինչքան դերակատարություն կարող ենք ունենալ, փորձենք ամփոփել, էլի։ Դուք այդքան նշեցիք, բայց Ռուսաստանը օքեյ է այս ամեն ինչի հետ, եթե բոլոր կողմերը ինքնաներողություն վերահսկում։ Պլյուս Իրանի համար սա կենսական նշանակություն է, կարմիր գիծը հայտարարել է։ Հետևաբար դժվար թե Ռուսաստանը իսկ այ Իրանի պարագայում հնարավոր է ռազմական միջամտություն, Ալիևի հարցերի լուծում, ուղղաթիռ մեկ էլ հոպ այդից։ Ինչ ասես, հնարավոր է Ռուսաստանը խիաօքեյ է, դա հասկանալի, որովհետև Նախիջևանից, ասենք, բանը օկուպացված Արցախ։ Հետո դա չեղավ Թուրան, դա չեղավ հարավային եվրասիական պրոյեկտ։ Ինքը պետք է թե էլի Ռուսաստանով Կասպից ծովը շրջանցի։ Ինքը դրա համար է օքեյ։ Իսկ եթե դու իրան նավի վրա ես դնում, նավով անցկացնում ես Թուրքմենիա կամ Ղազախստան, ասենք Կասպից ծովի վրայով այդ կամ լճի, դա թանկացնում է պրոյեկտը, դա դարձնում է իրան ոչ արդյունավետ։ Ու այդ վաղտ էլի Ռուսաստանով ալտերնատիվն է աշխատում։ Դրա համար է օքեյ։ Պլյուս այդ լոգիստիկան Կասպից ծովը ինքը միշտ ծով է, առանց հետքերի կարա ցանկացած պահին կդրի։ Արա անսպասելի ինչ-որ նավ սուզվի, մյուսը սուզվեց, մյուսը կարան ընդ տարբեր կոնտեյներավոզներ սուզանավ դառնան, սոկեն նկատում եմ։ Դա բան է, առանց հետքերի, ընդհանրապես առանց հետքերի, էլի ֆիգ նայդյոշ էլի, թե ընդ ինչ է կատարվել, ինչ չի կատարվել։ Կարճ ասած, Ռուսաստանը կիսա օքեյ է, ոչ թե լավ օքեյ է։ Երևի թե ավելի ճիշտ։ Որտեղ ավելի նոր ջանքեր պետք է պատրաստի, մի 20 հատ վադալաս ավել աշխատավարձ տա, պետք է ավելի խորանա, մի քանի հատ ավելի թանկ սարքեր բերի, որ այդ նավերը վերահսկի, ասենք, առանց դեսանտ իջցնելու, շմոնանելու, ասես կողքերը կանի տենա ինչ են տանում բերում, կիսա օքեյ բառը ավելի ճիշտ է, օքեյ։ Իրանին դա ձեռ չի տալի, որովհետև ասեցի այդ բանը կդրում է։ Մենք պետք է շահագրգռենք այդ, նայեք, ես միշտ միթավոր եմ նայել այդ խաչմերուկ բանին, խաղաղության խաչմերուկ, որովհետև խաչմերուկի համար պետք է 4 կետ լինի իրար այդ կպնով, էլի։ Հակառակ դեպքում պետք է ասես տեաձև խաչմերուկ։ Տեաձև խաչմերուկ որպես մեզ ձեռ չի տալիս, այնց սարերով գանք, միանանք այս Մեղրու Թուրքիայի օկուպացված մի տարածքից մյուս օկուպացված տարածքը գնալը։ Իսկ իրական խաչմերուկը դա Իրանի հետ խաչմերուկն է, ուրիշ ձևը թե խաչմերուկ չի կարա լինի։ Կարճ ասած, մենք պետք է կարողանանք մեր շահերը չմոռանանք հենց նույն Տրամպի հետ խոսալուց։ Տրամպը, ասեմ, շատ պրագմատիկ մարդ է, իրան ձեռքը տա, որ այն տարածքը, որ իրանական ապրանքներ էլ է գնալու, քիչ թե շատ, ասենք ինքը դրա վրա աշկ ունենա եւ ասենք մռնչալու հնարավորություն։ Իրան դա ձեռքը տա, ընդհանրապես մատուցողապետ, ոչ թե բարեր, այլ վիկլետկեք, հաշվարկներ, մարդը բիզնեսմեն է, մարդը սովոր է թվերով հետ է խոսան, կողքը սիրուն աղջիկ ես կայնացնում, սիրուն թվերը դնում ես, Տրամպը լրիվ սկսում է հասկանալ, то есть որ սիրուն աղջիկին ինքը գնահատում է, դա նայեք իր ընտանիքին, նայեք իր անցյալին, ինքը կոնկուրս Miss Galactica-ի պրոյեկտերն ա եղել, չէ՞ ժամանակին։ Պետք է խելամիտ լինես դիվանագիտության մեջ։ Ոնց որ ամեն ինչում պետություն ղեկավարը։ Դե պակասու աղջիկ սիրող ղեկավար է, որտեղ հիմա աշխարհը շատ տարբերակ մեյնսթրիմների մեջ է։
Հա, Փարքասուտ աղջիկ երկին գեղեցկուհիներին սիրող անցյալում ղեկավարը հիմա էլ երևի աշկը շոյում է իրա, պետք է համապատասխան մոտենաս։ Հիմա եթե այս մարդը ուրիշ ելներ, մի քիչ տղամարդկանց ավելի սիրար լիներ, պետք է այնտեղ համապատասխան թարգմանիչը սիրուն տղամարդ, երիտասարդներ, տղամարդ։ Պարոն Վարդանյան, այդպիսիք կան այսօր այսպես կոչված քաղաքակիրթ աշխարհում, չէ, Հայաստանում ճիշտ է, Հայաստանում չկա։ Հայաստանում չկան այդպիսիք տղամարդ սիրող տղաներ չկան։ Եթե կան, թողերեն մեկնաբանությունը։ Չեմ կարծում, որ ես ճնցված եմ ձեր լավատեսությունից, հիմա խնդրում եմ նույն լավատեսությամբ մի քանի մաղթանք մեր ժողովրդին, որովհետև սա 25-ի մեր ձեզ հետ վերջին հաղորդումն է, ամանորի օրերին էլ է, որպես կրկնություն գնալու, համեցեք։ Ինչ եք մաղթում, ինչ եք ցանկանում, ինչ կուզենայիք 26-ին։ Կարևոր տարի ենք մտնում, ընտրական տարի է։ Մաղթում եմ իմ ժողովրդին, որի զավակն եմ ես, որ ինքը թամբալ չլինի, ինքը աշխատի իր վրա, աշխատի իր ապագայի վրա, որ այդ աշխատելը շատ պետք է ասած շահկապված լինի այն մտքի հետ, որ եթե ես լավ պարապեմ, լավ աշխատեմ, ես հայ ազգը, ես կարամ լինեմ շատ ավելի չզիջող, երբ որ ինձ փորձում են տանեն անկյուն եւ վատ բաների մետ անեն։ Ես կարամ ինձ թույլ տամ սիլլա տամ եւ մարսեմ սիլլա տալը։ Ես կարամ ինձ թույլ տամ ավելի լավ պայմաններ իմ երեխաների համար ձեռք բերեմ, կառուցեմ, առնեմ խաղալիքներ լավ, կարճ ասած աշխատելա պետք եւ առողջության մասին մտածելով իհարկե, որովհետեւ երբ որ դու աշխատում ես, պարապում, մարզվում ես, դու սալի շերտեր լորդոս չես ունենում, փորը ցցած եւ լյարդը չի սալակալում, դու ավելի առողջ ես, ամեն ինչ կյանքը ավելի վառ է, այդ վառ առողջ կյանք մաղթում եմ իմ ցանկացած ազգի ներկայացուցիչին եւ հայրենիքում ապրող ուրիշ ազգերի ներկայացուցիչներին։ Շնորհակալություն, դու հատկապես ամանորյա օրերին այդ ծանրամարս ուտելիքները, որպես ավելի թեթև եւ ջուրին մարսենք, պետքա մարզվելը։ Այ վերջո լավ ես քեզ զգում, ավելի շատ ես ուտում խմում, էլի։ Ու ավելի լավ ես սիրում քո, ասենք, զույգին, ու ավելի սիրուն երեխեք են ծնվում, ամեն ինչ ավելի վառ է, կյանքը ավելի սիրուն է։ Այո, այստեղ չհամաձայնվել չենք կարող, որտեղ դա ուղղակիորեն նպաստելու է մեր քաղցր, մեր հիանալի ազգի շատացմանը։ Լավ եղեք, պարոն Վարդանով, շնորհակալություն։ Եղեք ամփորձանք։ ՈՄԱ-ի նախագահ ողջ մնալու արվեստ ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Վովա Վարդանովն էր մեր այսօր մեզ հյուրընկալվել, սա Life Armenia YouTube-յան ալիքն է, շնորհակալություն նաև ձեզ ուշադրության համար եւ իհարկե մեր ալիքին հետևելու ու բաժանորդագրվելու համար։